Տունը գետից մոտ 50 մետր հեռավորության վրա է գտնվում։ Մի քանի րոպեին փոքրիկը տեսադաշտից անհետացել է։ Գետն ընկնելու 2 վարկած կա։ Երեխան կարող էր շրջանցել տունը և ճանապարհով հայտնվել գետում կամ տան տնամերձով։ Տնամերձի տարբերակը սակայն ծնողները հավանական չեն համարում, քանի որ մինչև գետ հասնելը ժանգոտած մեքենայի մնացորդներ կան, և հայրը պատմում էր, որ երեխան շատ սիրել է այնտեղ խաղալ, երբ միասին գնացել են այդ հատվածը, նա ընդհանրապես դեպի գետը չի էլ մոտեցել։ Հարակից խանութների և տների տեսախցիկները ևս չեն արձանագրել երեխայի գետն ընկնելու պահը, չկա ոչ մի կադր, որտեղ Տիգրանը մոտենում է գետին։ Այս հանգամանքը միայն խորացնում է կասկածները։ Ծնողները կասկածում են հենց այդ տարբերակին։ Տիգրանի մայրը մի քանի անգամ հստակ ասել է. «Իմ երեխան չէր կարող գետն ընկնել, նա այդքան ինքնուրույն չէր, նա վատ էր քայլում, ես զգում եմ, նա չի ընկել գետը»։ Այս համոզմունքը կիսում են նաև գյուղի բնակիչները, որոնք վստահ են, որ եթե երեխան դեպի գետը քայլեր, գոնե մեկը կհասցներ նկատել։ Տարածքում հնչում են վարկածներ, թե հնարավոր է երեխային առևանգել են և դուրս հանել գյուղից։ Ավելին, կան վկայություններ, որ դեպքից անմիջապես հետո մի քանի մեքենա արագ լքել են գյուղը։ Սակայն այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հաստատվել։ Հետաքննությունը շարունակվում է, որոնողական աշխատանքները չեն դադարել, սակայն ամեն օր, որ անցնում է առանց որևէ տեղեկության, ավելի է խորացնում ծնողների, հարազատների և ամբողջ ժողովրդի ցավը։ Տիգրանի հայրը Նորայրը նշում է, որ ընտանիքը դեռ հույս ունի և սպասում է հրաշքի։ Նրա խոսքով այս պահին որևէ նոր տեղեկություն չկա, իսկ եթե լինի, ինքն անձամբ կհաղորդի։ Խնդրում եմ, սուտ լուրեր չտարածեք, դրանք ցավ են պատճառում մեր ընտանիքին։ Վարկածները, որոնք շրջանառվում են, իրականությանը չեն համապատասխանում, նշել է փոքրիկի հայրը։ Նորայրը նշել է, որ նման ցավ չէր ցանկանա նույնիսկ այն մարդկանց, ովքեր սխալ կամ սուտ տեղեկություններ են տարածում։ Մեր հույսը միայն Աստված է, ասել է փոքրիկի հայրը, խնդրելով բոլորին աղոթել Տիգրանի վերադարձի համար։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի ունեցել մայիսի 4-ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին, աղջկան և տղային տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։ Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։ Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ Մինչև այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։